Դուք ասացիք, որ կան ուժեր, որոնք մասնակցում են ընտրություններին, քննարկում են սահմանադրական փոփոխությունների հարցը։ Նաև մի նոր ուժ կա, որը ուզում է մասնակցել ընտրություններին, ասում են մասնակցենք, առաջին տեղը զբաղեցնենք, սահմանադրության մի դրույթ փոխենք, որ մեր առաջնորդը կարողանա վարչապետ դառնալ։ Դուք ինչ դիտարկումներ ունեք սրա շուրջ։ Ես կասեմ ինչ դիտարկումներ ունեմ սրա շուրջ, խիստ բացասական, որովհետև մեկ հարց է, երբ սահմանադրությունը փոխվում է պետության առաջնահերթությունները սպասարկելու համար, նախ եւ առաջ սահմանադրությանը լեգիտիմություն տալու համար, որտեղ ի սկզբանե ինչու ենք ասել սահմանադրություն պետք է փոխվի, նոր սահմանադրություն ընդունվի կամ սահմանադրական փոփոխություններ, որոնք կդրվեն հանրաքվեի եւ ժողովրդի կողմից դրական քվեի արժանանալու դեպքում մենք արդեն խոսենք սահմանադրության լեգիտիմության արձանագրման մասին։ Ինչու՞, որովհետև նախկինում բոլոր հանրաքվեները, որ մենք ունեցել ենք, թե 95-ի հանրաքվեն, սահմանադրության ընդունման վերաբերյալ եւ թե դրան հաջորդող 2005-ի եւ 15 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեները հանրության լայն զանգվածների մոտ կասկածներ են առաջացնում եւ ըստ այդմ հանրության վերաբերմունքը սահմանադրությանը այդքան էլ լուրջ կարող է չլինել, որովհետև ինքը իրենը չի համարում այդ սահմանադրությունը, իրենից անկախ ինչ-որ պրոցեսի արդյունքում ձևավորված սահմանադրություն է համարում եւ ի սկզբանե նպատակը սահմանադրություն փոխելու եղել է հենց լեգիտիմ սահմանադրություն ունենալը եւ այդ նպատակը չի եղել երբևէ որևէ մեկի հակով նոր սահմանադրություն ձևելը։ Մենք նախկինում ունեցել ենք այդ վատ փորձառությունը կոնկրետ անձի հակով սահմանադրություն ձևելու եւ այս քայլով այս ուժը ցույց է տալիս, որ ինքը չնայած այն պնդումներին, որ որևէ առնչություն չունի այն ուժերի հետ, որոնք որ սովոր էին իրենց հակով ձևել սահմանադրություն, որևէ տարբերություն չկա։ Այսինքն բացի նրանից, որ անձնապես կապված են հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ուժի լիդերները եւ լիդերների հետ փոխկապակցված անձինք եղել են անմիջականորեն նախկին իշխանությունների առանցքային դեմքերը, նաեւ արժեքային տարբերություններ չկան, որովհետեւ ինչպես նրանք չէին վարանում ձևեր սահմանադրություն սեփական հակով, այնպես էլ իրենք մտածում են, որ մեկ անձի համար կարելի է փոխել սահմանադրություն Հայաստանի Հանրապետությունում եւ ըստ էության տապալել սահմանադրական կարգը, որտեղ դա սահմանադրական կոչել այլ կերպ քան սահմանադրական կարգի տապալում ես չեմ կարող։ Եվ ինձ համար շատ ոնց ասեմ, տխուր է, ճիշտ բառ եմ ուզում ընտրեմ, որ իմ զգացողությունների պալիտրան ինքը ճիշտ նկարագրի, որ այդ խոսույթի մեջ մտնում են մարդիկ, որոնք իրենց անվանում են սահմանադրագետներ եւ այդ նույն մարդիկ, որոնք բայց իրենք դերձակ են աշխատում համատեղության կարգով քաղաքական գործիչների մոտ, որոնք իրենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով իրենց վրա անընդհատ ինչ-որ շորեր են ձևում եւ կարում եւ այս սահմանադրագետներ գծիկ դերձակները չեն վարանում իրենց իրավաբանական գիտելիքները, որոնք բնավ վատը չեն, այդ բոլոր մարդիկ լավ մասնագետներ են իրավական առումով, բայց ցավոք ինձ համար շատ տխուր է ես կասեի, որ իրենց այդ լավ գիտելիքները իրենք անընդհատ ծառայեցնում են ոչ պետական կարևորության նպատակների համար, այլ միայն սպասարկում են անձնական շահեր։ Սա է Եթե այդ ուժը կունենա ավելի լայն, բնականաբար պետության մասին մտածող, պետության մասին կամ պետական կարևորության հարցերի շուրջ փոփոխությունների առաջարկ, բնականաբար նախընտրական շրջանում կարող ենք մասնագիտական քննարկում ունենալ դրա վերաբերյալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։